երկար սպասված պահը սկսել մեծ հայրենասեր Շահան Նաթելիի տեսիլքային երազանք դարձած խոսքերով։ Գուցե տեսեր եք ածու փոքր ամենայն հայոց հայրենիքը, թե այնտեղ հայ նոր սերունդը կկատարի հրաշքմը, ուրեմն անսասան կհավատամ, թե հայ հրաշագործ ոգին պիտի նորից Վահագն ծնի։ Բարի օր բոլոր վահագնազար հայորդիներին։ Ես գիտեմ, որ հիմա հազարավոր, գուցե նույնիսկ միլիոնավոր մարդիկ դիտում են մեզ, միացել են մեզ և սրտի թրթռով սպասում են, թե ովքեր են լինելու այն 7 հայորդիները, որոնք պիտի այսօր կանգնեն մեր խաղի ամենաբարձր պատվանդանին և որոնք պիտի իրենց մեկ տարվա ջանադիր աշխատանքի շնորհիվ վաստակեն գլխավոր մրցանակը, ուխտագնացություն դեպի մեր պապերի հայրենիք Արևմտյան Հայաստան և բացի բազմաթիվ նվերներից ու շնորհներից պիտի ստանան նաև Հանրապետության նախագահի մրցանակը։ Իսկ հիմա ես ասպարեզ եմ հրավիրում բոլոր այն 21 պատանիներին, որոնք այս պահին ունեն հավասար դիրքեր և տարբերվում են ընդամենը գույներով։ Երևան քաղաքի Նիկոլայ Գոգոլի անվան համար 35 միջնակարգ դպրոցի սաներին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Համբարձուն Ոսկանյանի անվան համար 2 դպրոցի սաներին և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի համար 1 միջնակարգ դպրոցի սաներին։ Սիրելի հայասպետներ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրապետական սեր և օրհնությունն ենք բերում ձեզ։ Հայասպետ հեռուստախաղի ուշիմ և ջրաջան աշակերտներիդ։ Առիթներ ունեցել ենք դիտելու ձեզ։ Տեսել ենք ձեր աշխույժ մասնակցությունն ու հետաքրքիր քննարկումները խաղի ընթացքում։ Ուրախացել է մեր հոգին և հպարտ ենք զգացել, լսելով ձեր խելացի պատասխանները հայագիտության, հայրենաճանաչության վերաբերյալ, հայ գրականության, հայ պատմության, մշակույթի և արվեստի վերաբերյալ։ Մեծապես գնահատում ենք ձեր նախանձախնդրությունն ու ձգտումը առավել գիտելիքներ անբարելու, ուսանելու մեր անցյալի ժառանգությունը։ Գիտելիքը հզոր է դարձնում մարդուն, դարձնում է գեղեցիկ, դարձնում սիրելի։ Իմացությունը հաստատում է բարին, մերժում չարը։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտ, Սուրբ Եղիշե վարդապետ մեզ ուսուցանում է, որ ամեն չար արարք, ամեն չար բան ներթափանցում է մարդու միտք և հոգի տգիտությունից։
Իսկ Սուրբ Գիրքը Աստվածաշունչ ուսուցանում է մեզ, որ կրթենք մեր զավակներին, որպեսզի նրանք դառնան մեր հպարտությունը եւ նախանձը շարժեն թշնամիած։ Արդ սիրելի զավակներ մեր, ջրաջան եղեք ուսման մեջ։ Սովորեք մեր պատմությունը։ Ճանաչեք մեր հայրենին իր հարուստ ձեռքբերումներով, որպեսզի կարողանաք արժանավոր զավակները լինել մեր նախնյաց եւ կրողները նրանց հույսի, երազների ու տեսիլքի, ու կրողները մեր գալիք հաղթանակների։ Մեր գնահատանքն ենք բերում նաև Հայասպետ հեռուստախաղի կազմակերպիչներին, գնահատող հանձնախմբի անդամներին, ծնողներին եւ մանկավարժներին, գովելի այս նախաձեռնության իրականացման համար։ Աղոթում եւ մաղթում ենք, որ բարի շարունակություն ունենա Հայասպետ հեռուստախաղը, որպեսզի մեր զավակներ հասակ առնեն հայրենասիրության, ազգասիրության եւ եկեղեցասիրության մեջ եւ դառնան օրհնյալ անձեր մեր ժողովրդի։ Թող Տերը իր Սուրբ Հոգու շնորհները հեղի մեր զավակների վրա եւ առաջնորդի նրանց բարի իղձերն ու արդար երազները դեպի իրականացում։ Շնորհակալություն Վեհափար Հայրապետին։ Ասում են իբրև աշխարհում ամենաբարի մարդիկ մանուկներն են եւ նրանց մաղթած հաջողությունը հասնում է բոլորին։ Ուրեմն հիմա ձեզ իրենց սրտի մաղթանքները, իրենց հաջողությունները կուղղեն փոքրիկ նժդեհիկները, որոնք ուղիղ 1 տարի եղել են ձեր կողքին։ Նժդեհիկներ, դիմավորեք։
առաջ, 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 անվախ աննահաճ, առաջ, 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 ողնին առաջ, հայլիկ ու միշտ առաջ, անվախ աննահաճ, առաջ, 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 ողնին առաջ, 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 անվախ աննահաճ, առաջ, 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 ողնին առաջ, հայլիկ ու միշտ առաջ, անվախ աննահաճ. Նրդեիկների խորհուրդը լավ լսեցիք, քայլիր դու միշտ առաջ, իսկ քայլել կարելի է նաև գիտելիքներով։ Այնպես որ քայլենք, ուրեմն սկսում ենք խաղը եւ կարմիր թիմ, խնդրեմ ընտրեք տառը։ Մենք ընտրում ենք ծա տառը։ Թեման հայոց լեզու։ Լսում ենք հարցը։ Առաջացման ինչ ընդհանրություն ունեն հասցե եւ համարյա բառերը։ Բացատրեք։ Հասցե, այսինքն թող հասնի, հետո դառնալու ուղղակի հասցե հաշվում իմաստով։ Մի խառնի հանգիստ։ Երկուսով օգտագործել են համարյա կործանարությունները հաշիվ իմաստից, բայց հաշվում ունի ենթադրենք իմաստը։ Խնդրեմ։ Կպատասխանի Էլիզաբեթը։ Էլիզաբեթ։ Ուրեմն առաջներում, երբ մարդիկ գրել են նամակներ, այսինքն թագավորները գրել են հասցե, այսինքն թող հասնի, հետագայում այնքան է ճանաչում ձեռք բերել, որ ստացել է հաշվին հասցե իմաստը, նաև ճյուղավորում է տվել հասցեատերան հասցե, համարյա բառը հնում համարյան օգտագործել են թե հաշիվ եւ հաշիվ իմաստով, հետո նոր ստացել է ենթադրական իմաստ, այսինքն համարյա, այդքան է։ Այդքանը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Երկուսն էլ գրաբարյան բայաձևերից են առաջացել։ Հասցե գրաբարյան բայաձևը, որը միջնադարում գրել են նամակների վրա, նշանակում է թող հասնի, այսինքն նամակը թող հասնի այսինչին։ Նման մակագրությունն այնքան է տարածվել, որ հասցեն քարացել ու դարձել է գոյական մեզ հայտնի նշանակությամբ։ Համարյան նույնպես գրաբարյան քարացած բայաձև է, համարել բայի բուն հրամայականը, որը նշանակում է հաշվիր։ Այն այժմ ունի գրեթե ոչ լրիվ նշանակությունը։ Պարոն Գյուրգենյան։ Հասցե բառի առաջացումը ճիշտ մեկնաբանվեց, համարյայի մեկնաբանման ժամանակ սխալ եղավ, ասում են հաշիվ, այնինչ սա բուն հրամայականի ձևն է և պիտի ասեիք հաշվիր աշխարհաբար։ Եվ մի փոքրիկ թերացում, վերջապես պիտի ասեիք, որ երկուսն էլ առաջացել են բայաձևերի քարացումից։ Կարմիր խումբը այս հարցի համար ստանում է 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ կապույտ թիմ, խնդրեմ։ Մենք ընտրում ենք հո տառը։ Թեման արվեստի պատմությունն է։ Լսում ենք հարցը։ Հայկական այդ փառահեղ տաճարը եղել է քաղաքակիրթ աշխարհի գանձերից մեկը, եւ պատահական չէ, որ այն պատկերված է Փարիզի Սեն-Շապել տաճարի բարձրաքանդակներում։ Որ տաճարի մասին է խոսքը, այն երբ եւ ում նախաձեռնությամբ է կառուցվել, քանի դար է կանգուն մնացել, երբ են հայտնաբերվել նրա փլատակները։ Երբ են հայտնաբերել նրա փլատակները, ես էլ եմ։ Մենք նեզդեիք եմ եսում եթի։ Մենք ընտրում ենք Նժդեիկի օգնություն։ Նժդեիկի օգնություն, խնդրեմ։ Բյուզանդիայի կայսրներ է երազում կառուցել այդպիսի մի տաճար։ Զվարթնացի տաճարներ եւ զվարթնացի Օսմանական։ Սուսես։ Դու ես պատասխան։ Ով է իմ աղական երեշը։ Երբ են նրա փլատակները գիտես։ Ով է։ Ես ընդհանրին ով է։ Տաճարը։ Քանի դարի քանի 300 տարի։ Օգնեց Նժդեիկը։ Հարցին կպատասխանի Քոչարյան Մարիամը։ Մարիամ։
Խոսքը Զվարթնոցի տաճարի մասին է։ Զվարթնոցի Օսմանը ներկա է եղել բյուզանդացի կայսրը եւ նա հիացած լինելով բյուզանդական այդ հոյակապ շինությունով, նա ցանկանում է, որ Բյուզանդիայի մայրաքաղաքում եւս այդպիսի մի շինություն կանգնեցվի։ Սակայն չի իրականանում նրա կարգադրությունը, որովհետեւ ճանապարհին վախճանվում է կառուցող շինարարը եւ քանի դար է կանգուն մնացել, այն կանգուն է մնացել 300 տարի, ավերվել է երկրաշարժից եւ նրա փլատակները, պեղումները հայտնաբերվել է Խաչիկ Դադյանը, սկզբում միայնակ, հետո Թորոս Թորամանյանի հետ միասին։ Եվ այնտեղ հարց մնաց, ուրեմն երբ եւ ում նախաձեռնությամբ է կառուցվել։ Նրա պատվիրատուն եղել է Ներսես Կաթողիկոսը եւ երբ է կառուցվել։ Նա թողել է արձանագրություն, որտեղ գրել է Ներսեսն է կառուցել, հիշեցեք։ Եվ թիվը կառուցման 642-ից 652 թվականներին։ Տեսենք ճիշտ պատասխանը։ Խոսքը Զվարթնոցի տաճարի մասին է, որը 7-րդ դարում կառուցել է Ներսես Տայեցի կաթողիկոսը։ Զվարթնոցը կանգուն է մնացել 3 դար, 10-րդ դարում ավերվել է աղետալի երկրաշարժից։ Տաճարի փլատակները հայտնաբերվել են 20-րդ դարի սկզբին։ Ուրախ եմ, որ երեխաները Նժդեհիկի օգնությամբ կարողացան պատասխան տալ, նաև հավելյալ տեղեկություններ տվեցին, ամեն դեպքում 10 միավոր։ 10 միավոր է գնահատվում պատասխանը, որից բնականաբար դուրս է գալիս 3 միավորը եւ կապույտ թիմը վաստակում է 7 միավոր։ Ծիրանագույն թիմ։ Մենք ընտրում ենք E տառը։ Արվեստի պատմություն։ Դարձյալ, լսում եք հարցը։ Հին Հայաստանում գուսանները տեղից տեղ շրջելով երաժշտական գործիքների նվագակցությամբ կատարում էին ժողովրդական երգեր ու պարեր։ Երաժշտական ինչ գործիքներ էին նրանք նվագում։ Որն է մեզ հասած ամենահին երաժշտական գործիքը, որը հայտնաբերվել է Գառնիի հին դամբարաններից մեկում։ Խնդրեմ։ Մենք ընտրում ենք Նժդեհիկի օգնություն։ Դարձյալ Նժդեհիկի օգնություն։ Կոմիտասը Եվրոպա նվաճեց դրանցից մեկով։ Մարիամ Բյոսաս, նայեք, նվագումները, կանանչաներով, սազերով, շփումներով, Ժամանակը լրացավ, պատասխանը խնդրեմ։ Այդ նվագարաններն ենք Քամանչյան, Սազը, Շվին եւ Փանդիրը, ամենահինը Շվին։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հին Հայաստանի գուսանների երաժշտական գործիքներն էին Փանդիրը, Տավիղը, Քնարը, Վինը, Սրինգը, Փոքր թմբուկը։ Մեզ հասած ամենահին երաժշտական գործիքը ոսկորից պատրաստված սրինգն է։ Երեխաները լավ պատասխանեցին, ամեն դեպքում չնշեցին որոշ գործիքների անունները չտվեցին, որի համար որ գնահատում են 9 միավոր։ Ոչ, ես կարծում եմ, որ 9 միավորը բարձր է, նախ ես իջեցնում եմ 1 միավոր, բացի դրանից նաև դուրս է գալիս Նժդեհիկի հուշման պատճառով եւս 3 միավոր եւ մնում է 5 միավոր։ Ծիրանագույն թիմը վաստակում է 5 միավոր։ Հիմա երաժշտական հարցի պահն է եւ խնդրեմ երաժշտական հարց։ Մենք ընտրում ենք գիմտառը։ Գիմտառը խնդրեմ։
Սուրաջանց երկիրը։ Կատարենք։ Արմեն ցեղի քեզ որդիներ, հպարտ որդիկներ քաշ հայրենյաց, հայ մեծած մեծ հայկն է մաղել, մարդն առաջին ազատության, հայ մեծած մեծ հայկն է մաղել, մարդն առաջին ազատության, հայոց լեռներն ուժ են տալիս մեր քաջ որդոց Հայաստանյակ, Արմեն ցեղի արյուծ բանակ, հապոնն առաջի հաղթանակ, հայոց լեռներն ուժ են տալիս մեր քաջ որդոց Հայաստանյակ, Արմեն ցեղի արյուծ բանակ, հապոնն առաջի հաղթանակ, հայք միացյալ կերտող հայի, արամ քաջի սերուն դեռնեք մեր, արյա ծարքա մեզ Տիգրանի, ածի դրոշը պիծածանենք, արյա ծարքա մեծ Տիգրանի, ածի դրոշը պիծածանենք, հայոց լեռներն ուժ են տալիս մեր քաջ որդոց Հայաստանյակ, Արմեն ցեղի առյուծ բանակ, հապոնն առաջի հաղթանակ, հայոց լեռներն ուժ են տալիս մեր քաջ որդոց Հայաստանյակ, Արմեն ցեղի առյուծ բանակ, հապոնն առաջի հաղթանակ, Ինչպես գիտեք, կանոնները փոխվել են եւ ձեր առաջ այլ խնդիր էր դրված։ Դուք պետք է ներկայացնեիք երգի մաքսիմալ երաժշտական եւ ճիշտ կատարում։ Այսինքն պետք է ընտրեիք ձեր մեջից լավ երգ, լսողություն ունեցողներին եւ գոնե խոսափողը տայիք նրանց, ովքեր որ լսողություն ունեն եւ ոչ թե նրանց, ովքեր որ իսպառ չունենան եւ խանգարում են երգողներին։ Նաեւ պաթոսը տեղը չէր, երևի չէի գտնում ճիշտ տոնայնությունը, դրա համար չկարողացաք ճիշտ կատարել։ Մաքսիմալ ինչ կարող եմ ձեր շնորհել, դա 8 միավորն է։ 8 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ անմիջապես երգից հետո ուժերը տեղն են դեռ, սկսում ենք։ Մենք ընտրում ենք խ տառը։ Խ տառը խնդրեմ։ Թեման պատմություն ուշադիր։ Երբ եւ պատմական ինչ իրավիճակում հիմնադրվեց Արտաշեսյան արքայատողմը, Հայաստանն այդ դինաստիայի որ արքաների օրոք առավել հզորացավ, որն էր նրանց վարած քաղաքականությունների տարբերությունը։ 90 թվականի մագնիսիայի ճակատ, ասում եմ ինչ պաստված է։ Պատմական երաշխավորությունը կդարձում։ Սելևկյաններից, հա։ Բաժանումը 4 մասի։ Ուրեմն ոնց էր արևելքը։ Պետք չի այդքան ասել, ջեր 189 թվական։ Ասում եմ որ արքաների օրոք ավելի հզոր է։ Ինչ որն է նրանց վարած քաղաքականության տարբերություն Տիգրան։ Դուք պատասխանեք, ասա Տիգրան մեծը։ Սպառվեց ժամանակը։ Խնդրեմ պատասխանը։ Արտաշեսյան արքայատողմը հիմնադրվեց Քրիստոսից առաջ 189 թվականին, դրանից 1 տարի առաջ Մագնիսիայի ճակատամարտում Սելևկյանները, ում ազդեցության տակ էր գտնվում Հայաստանը, ծանր պարտություն կրեց Հռոմից, որից օգտվեց հայոց ստրատեգ Արտաշեսը եւ ծոպի ստրատեգ Զարեհը։ Արտաշեսը իրեն անկախ հայտարարեց Մեծ հայքում եւ հիմնեց նոր արքայատոհմ, որը իր անունով կոչվեց Արտաշեսյան։ Հայաստան այս ժամանակաշրջանում հզորացավ Արտաշես առաջինի Տիգրան Մեծի օրոք, Տիգրան Մեծի կառավարել 95-ից 55 թվականներ, Տիգրան Մեծի օրոք Հայաստանի տարածքը մեծացավ մոտ 3 անգամ եւ նա իր գրաված տարածքները բաժանեց այնպես, ամեն մի տարածքում մի կառավարիչ էր նշանակվում, իսկ Արտաշես առաջինի օրոք երկիրը բաժանվեց 120 գավառների, որոնք կոչվում են ստրատեգիաներ, իսկ նրանց կառավարիչները կոչվում են ստրատեգոսներ։ Նրանց կառավարման հիմնական տարբերությունները հետևյալն էին։ Արտաշեսը առաջինի առջև դրված էր գերխնդիր միավորել հայկական հողերը, ստեղծել միասնական պետություն, եւ դա նա կատարեց բացառությամբ ծոպքի միավորելով հայկական բոլոր երկրամասերը։ Տիգրան Մեծը դրա գործի շարունակողներ միավորեց ծոպքը եւ ընդհակառակը բավականաչափ ընդարձակեց ու Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը։
Իսկ նրա որդին Արտավազդը վարում էր երկիրը արտաքին ազդեցությունների։ Թողնենք Արտավազդին, այդ Տիգրան Մեծի եւ Արտաշեսի վարած քաղաքականությունների մեջ կար տարբերություն։ Տարբերությունը Ինչով էր հրճակված Արտաշեսը եւ ինչով Տիգրանը Մեծը։ Արտաշեսը հրճակված էր երկրի ներսում կատարված բարեփոխումներով, այդ վկայում նրա բարեպաշտ մականունը եւ մեծ սեր էր վայելում ժողովրդի մեջ, ոչ պակաս հարգանք էր վայելում նաեւ Տիգրան Մեծը, սակայն նրա վարած քաղաքականության առանձնահատկությունը երկիրը ընդարձակելու ու երկրի հզորությունը հարևան տերությունների հաշվին ապահովելու գործում։ Խնդրեմ ճիշտ պատասխանը։ Սելևկյան պետության թուլացումից օգտվելով Քրիստոսից առաջ 189 թվականին մեծ հայքը Արտաշեսի եւ Ծոպքը Զարեհի գլխավորությամբ իրենց անկախ հայտարարեցին։ Արտաշես առաջինը հիմնադրեց Արտաշեսյան թագավորական դինաստիան, որն իշխեց 190 տարի։ Հայաստանն առավել հզորացավ Արտաշես առաջինի եւ Տիգրան երկրորդի օրոք։ Արտաշես առաջինը երկիրը հզորացրեց ներքին բարեփոխումների շնորհիվ։ Նրա օրոք հայոց աշխարհում անմշակ հող չմնաց, իսկ Տիգրան Մեծը նվաճողական քաղաքականությամբ մեր երկրի սահմանները հասցրեց Կասպից ծովից մինչև միջերկրական ծով։ Կարմիր թիմը տվեց սպառիչ պատասխան, նաև բերեց լրացուցիչ, ավելի շուտ տրամադրեց լրացուցիչ տեղեկատվություն, ուրեմն թեմայի հետ կապված, որի համար նրանք վաստակում են հայաս։ Դեվաստապուն կարմիր թիմը եւ անցնում ենք կապույտ թիմին։ Խնդրեմ։ Մենք ընտրում ենք Քենտարը։ Քենտարը, խնդրեմ։ Արվեստի պատմություն թեման։ Լսում ենք հարցը։ Հայ մանրանկարչության փառահեղ մասն է կազմում Կիլիկյան շրջանի գրքարվեստը։ Կիլիկյան մանրանկարչության գլխավոր դպրոցները որոնք են եւ երբ են առաջացել։ Այդ դպրոցների ներկայացուցիչներից ով է Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության ձեռագիրը ծաղկել։ Նա որ գրչատներում է աշխատել։ Պատկերազարդողը ծաղկող նա եղել, լամբրոնը չէ, բայց թե երբ հիմնադրվում չէ, լիկարդել Հայմանրագության փառահեղ մասը կազմում Կիլիկյան շրջանի գյուղի Սպառվեց ժամանակը, պատասխանը խնդրեմ։ Հարցին կպատասխանի Պողոսյան Մարգարիտը։ Գրիգոր Մլիճեցին եղել է Գրիգոր Նարեկացու Մատյանի պատկերազարդողը, ծաղկողը եւ Կիլիկյան մանրանկարչության դպրոցները ըստ Գարեգին Հովսեփյանի եղել են 3-ը եւ դրանք են եղել Դրազարկը, Սկևրան եւ Ռոմկլան։ Դրազարկը մեծ նշանակություն է ունեցել 12-րդ դարի առաջին քառորդում, իսկ Սկևրան մեծ նշանակություն է ունեցել 12-րդ դարի երկրորդ կեսին, 13-րդ դարի երկրորդ կեսին մեծ նշանակություն է ստացել Ռոմկլան եւ արքայեղբայր Հովհաննեսի դպրոցը, որոնք են եղել գրները, ակները եւ բարձրաբերդը, սակայն Կիլիկիայի հայկական պետության թուլացումից հետո անկում է ապրում նաեւ Կիլիկյան մանրանկարչական արվեստը։ Վերջ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Կիլիկյան մանրանկարչության գլխավոր կենտրոններն էին 12-ից 13-րդ դարերում ձևավորված Հռոմկլայի, Սկևրայի, Մլիճի, Դրազարկի, ինչպես նաև արքայեղբայր Հովհաննես եպիսկոպոսի ակների, գրների, բարձրբերդի դպրոցները։ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության ձեռագիրը ծաղկել է Գրիգորը, որի գործունեության հիմնական վայրերը Սկևրան ու Մլիճն էին։ Երեխաները նշեցին, որ Մատյան ողբերգությանը ծաղկել է Գրիգորը, պարզություն մտցնելու համար, քանի որ պատասխանի մեջ չէր նշված, որ նա Մլիճեցին է, որովհետև գրականության մեջ հանդիպում է թե իբրև Գրիգոր Մլիճեցի եւ թե իբրև Գրիգոր Սկևրացի։ Ինչ վերաբերում է երեխաների պատասխանին, շատ ուրախ եմ, որ նրանք հավելյալ տեղեկություն տվեցին, լրացնելով իրենց պատասխանը, ինչի համար որ արժանանում են 10 միավոր։ Եվ Ծիրանագույն թիմ։ Մենք ընտրում ենք Գիմտարը։ Գիմտարը, խնդրեմ։ Գրականություն։
Հարցը 5-րդ դարի հայ պատմագրության մեջ եկեղեցական գործիչները հիմնականում ներկայացվում են իբրև կատարյալ մարդիկ, որոշ դեպքերում նրանք նաև քննադատվում են, բայց Փավստոս Բյուզանդն առաջինն է, որն իր 3 զրույցներում բացահայտ երգիծանքով է ներկայացրել հոգևորականի արատավոր գործունեությունը։ Փավստոս Բյուզանդն ում արարքներն է երգիծել, պատմեք այդ զրույցներից մեկը։ Ես ուխտն եմ հետի հետի Ժամանակը լրացավ, պատասխանը խնդրեմ։ Հարցին կպատասխանի Ասլանյան Մարիամ։ Մարիամ Նա պատմում է, որ մի քահանա գյուղացու հասարակ, որը ձիով էր գնում, բռնում է եւ նրան քահանա է օծում եւ նրա ձեռքից ձին վերցնում է եւ որ նա թագավորներին սիրաշահելու համար գնում էր նրանց մոտ եւ երկիծակը արարքներ էր կատարում եւ դրանցից մեկն է, որ գնում էր թագավորի մոտ, չոքում էր գետին եւ ասում էր ես ուխտ եմ, որպեսզի զվարճացնի արքային եւ արքաներն դրա փոխարեն նրան շատ կալվածքներ ու հարստություններ էին տալիս։ Լսենք ճիշտ պատասխանը։ Երգիծանքով է ներկայացված Հովհան եպիսկոպոսը, որը հայոց թագավորի առջև չորեքթաթ քայլելով ուխտ էր ձևանում եւ ասում. «Ուխտ եմ, թագավորի մեղքերը բառնում եմ, դրեք իմ վրա թագավորի մեղքերը, որ բառնամ»։ Իսկ թագավորն ամեն անգամ գյուղերի կամ ագարակների պարգևագրեր էր դնում նրա վրա, ի հատուցումն իր մեղքերը բառնալու։ Այդ ստորաքար շարարքով եպիսկոպոսը հսկայական կալվածքներ էր ձեռք բերում։ Պարոն Գալստյան Պատասխանը իսկապես ճիշտ էր, բայց պատասխանը ինձ չգոհացրեց եւ բացատրեմ ինչու։ Նախ հավաք չէր, հենց սկզբից Մարիամը կարծես չէր ուզում պատասխանել, հետո հավաքը լավ է որ վերցրեց, հիշեց։ Երկրորդ պատասխանի մեջ թերացումները հետեւյալներն էին։ Նախ քահանա չէր, եպիսկոպոսը իսկապես էական տարբերություն է, որովհետեւ աստիճանավոր հոգեվորականի մասին էր խոսքը։ Երկրորդ, որ անուն չնշվեց եւ չնշվեց այդ արարքի վերջնական արդյունքը, որ հոգեվորականը նման ստորակար շարարքով բարձրաստիճան հոգևորականը, այս դեպքում ասենք վայ հոգևորականը մեծ կալվածքներ է ձեռք բերում, բայց պատասխանը ամբողջությամբ վերցած ճիշտ էր եւ գնահատվում է 8 միավոր։ Ավարտվեց առաջին փուլի ավարտին, կապույտ թիմի երաժշտական հարցի պահն է, խնդրեմ ընտրեք տառը։ Մենք ընտրում ենք եջ տառը։ Եջ տառը, խնդրեմ։ Անդրանիկ փաշամ պետահայիններով Սիմատ պատրաստված մոսին զենքերով Անցասար ու ձոր յուրգասնյակներով Սասուն է խլահատվան ակցան արյանցով Անցասար ու ձոր յուրգասնյակներով Սասուն է խլահատվան ակցան արյանցով Այս երկը Անդրանիկի երկն է Անդրանիկ փաշան ֆեդայիներով Զինված պատրաստված մոսին զենքերով Անտասար ու ձոր յուրտասնյակներով Սասունը խելատվան դարձան արյանցով Անտասար ու ձոր յուրտասնյակներով Սասունը խելատվան դարձավ արյանցով Եվ գնահատում ենք իհարկե Այս խումբը կարծես թե ականջ դրեց կամ իմ դիտողությանը նախորդ խմբին կամ ուղղակի այդպես պատրաստվել էր համենայն դեպս լսեցի ճիշտ երաժշտական ձայներ եւ ավելի խրոխտ էր կատարումը ինչևէ 10 միավոր Պարոն Գինոսյան հայտարարեք խնդրեմ հավաքած միավորների քանակը Կարմիր թիմ 27 միավոր Կապույտ թիմ 27 միավոր Եվ ծիրանագույն թիմ 13 միավոր Եվ
առաջին փուլի ավարտի հարց քաղաքապետի կողմից։ Այսօր ինչպես տեսնում եք, մրցակցության են դուրս եկել 3 քաղաքներ եւ 3 քաղաքների քաղաքապետերն էլ որոշել են խաչաձև հարցեր տալ։ Քանի որ առաջինը Կարմիր թիմն է, Երևանի քաղաքապետը հարցը կողի Ջերմուկի թիմին։ Սիրելի աշակերտներ, ողջունում եմ ձեզ եւ այսօր իմ հարցը ուղղում եմ Ջերմուկ քաղաքի աշակերտներին։ Հայ մատենագրության մեջ երբ է առաջին անգամ հիշատակում Երևանի մասին, որ թվից այն դառնում Արևելյան Հայաստանի գլխավոր կենտրոն եւ որպես որ աշխարհի մայրաքաղաք է այն հիշատակվում։ Ուշադիր ժամանակը սպառվեց։ Երևանի մասին առաջին հիշատակությունները եղել են Քրիստոսից առաջ, դա Արգիշտի առաջինի ժամանակ։ Գեորգ, դա Երևանու մասին։ Դա եղել է 13-րդ դարում, իսկ 1441 թվականից հետո արդեն Երևանը դառնում է Արևելյան Հայաստանի կենտրոնը։ 7-րդ դարի 40-ական թվականներին արաբական արշավանքների ժամանակ Երևանը հիշատակվում է որպես ամուր պարիսպներ ունեցող բերդ։ Կեցես Գարեգին։ Ես կարծում եմ ճիշտ պատասխանը Երևանի մասին մեր մատենագրության մեջ առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 7-րդ դարի սկզբին։ Այո, հենց այդպես էլ հիշատակվում է եւ առաջին հիշատակությունը կա Սևեոսի մոտ, սա իմ կողմից։ 1440 թվականից սկսած Երևանը դառնում է Արևելյան Հայաստանի գլխավոր կենտրոն եւ այդուհետ հիշատակվում է իբրև Արարատյան աշխարհի մայրաքաղաք։ Եվ այսպես Ջերմուկի թիմը վաստակում է Երևանի քաղաքապետի սահմանած մրցանակը համակարգին։ Եվ սկսում ենք երկրորդ փուլը։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք բեն տառը։ Թեման աշխարհագրություն։ Լսում ենք հարցը։ Հայ ասպետ հեռուստախաղի հաղթող թիմը շուտով կմեկնի Արևմտյան Հայաստան։ Ուղևորության երկրորդ փուլը կսկսվի Վանի Աղթամար կղզուց եւ կանցնի Դատվան, Մուշ, Մշո Արաքելոց վանք, Կարին, Բասեն, Սարիղամիշ ճանապարհով։ Քարտեզի վրա ցույց տվեք եւ նշեք, թե այդ ճանապարհին խումբը հայկական բարձրավանդակի որ լճերը, գետերն ու լեռնաշղթաներն է տեսնելու եւ որ դաշտերով է անցնելու։ Խնդրեմ։ Պարոն Մանուկյան, խնդրեմ մոտեցեք քարտեզին։ Կարթա դու դից կարթա շաշուն կարթա։ Նայ կարթա որտեղ։ Հետո։ Կարին։ Բասեն։ Բասեն։ Արի։ Հարու բան սոп։ Արի մոտի։ Նշված երթուղով, որ ուղևորվելու հաղթող մեր ընկերները կամ մենք, անցնելու է Վանա լճի Աղթամար կղզով եւ բնականաբար տեսնելու են Վանա լիճը, ապա ուղղվելու է դեպի Դատվան եւ այստեղ անցնելու է կորդված լեռներով, հայկական պատմական կորդված լեռներով։ Դատվանով ուղևորվել դեպի Մուշ, Արաքելոց վանք։ Այստեղ բնականաբար Մշո դաշտն է, հաջորդ կանգառը Կարիններ, որը գտնվում է Կարնո դաշտում, մոռացա ասել, որ Դատվանի մոտ տեսնելու են Նեմրութը, Սարը եւ նրա վրա Ղարնանում գտնվող լիճը, Կարինը գտնվում է Կարնո դաշտում եւ Բասենը համապատասխանաբար Բասենի դաշտում։ Կտրելու են Տիգրիսի վտակները, Եփրատը եւ Կորդովաց լեռնի ամենաբարձր գագաթը Ջիլոնն է 4168 մետր, Նեմրութ Խառնարային լճի վրա առաջացած լիճը դա հրաբխային ծագման լիճ է 2400 մետր բարձրության վրա գտնվող, մոտ 9 քառակուսի կիլոմետր ունի ու նաեւ Բասենի դաշտով հոսում է Արաքսը։ Պարոն Մնասյան, խնդրեմ գրավեք ձեր տեղը, հիմա մենք կլսենք նաեւ ճիշտ պատասխանը։
Աղթամար կղզուց դուրս գալով եւ Վանալիճը կտրելով խումբը կհասնի Դատվան, հետո հատելով Մշո դաշտի Կարասու գետը կհասնի Մուշ եւ Ծովասարի վրա գտնվող Մշո առաքելոց վանք։ Այնուհետև կկտրի Արացանի եւ Գյունիկ գետերը, Ճապաղջրի դաշտն ու լեռները, Կելխաս եւ Դերջան գետերը, ապա հատելով այդ պտկունքի լեռները կհասնի Կարինի դաշտ, Կարին քաղաք։ Վերջում էլ Բասենի դաշտում մեկ անգամ եւս անցնելով Արաքսը կհասնի Սարիղամիշ։ Անսպասելի էր իհարկե հարցը։ Պետք է ասել, որ ընդհանուր առմամբ ճանապարհը իր աշխարհագրական բնական օբյեկտներով ճիշտ նշվեց, բայց կային մի քանի սխալներ, կոնկրետ Տիգրիս գետը ճանապարհի հետ ոչ մի կապ չունի, Կորդվաս լեռները նույնպես, հետո Նեմրուտ լեռը երևում է, բայց լիճը հաստատ չի երևա, որտեղ խառնարանային լիճ է, եւ շատ վատ ներկայացվեց ճանապարհի Մուշ Կարին հատվածը, որ անցնում է մի քանի գետերով, այդ թվում նաեւ դե շատ հայտնի Արածանի գետով, ուստի հաշվի առնելով այս բոլորը, ես գնահատում եմ 5 միավոր։ Եվ անցնում ենք կապույտ թիմին։ Կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Փյուր տառը։ Փյուր տառը խնդրեմ։ Հայ բարեգործներ, այսօր ունենք մենք նոր թեմա։ 1833 թվականին, երբ Պոլսահայ այդ բարերարը մահամերձ էր, նրան տեսնելու եկավ Թուրքիայի սուլթան Մահմուդ II-ը։ Եկավ կեսգիշերն անց, որպեսզի չիմանային քրիստոնյայի տուն կատարած այցի մասին։ Ում մասին է խոսքը։ Ինչու էր թուրք սուլթանը նրան այդքան հարգում։ Նա ինչ բարեգործություններ է արել իր հայրենակիցների համար։ Վերջի արել հայրենակիցների համար Հովհաննես Սուսաջան գնում է լավ չի Սուսաջան հետո շարունակությունը Աննա գիտես որովհետև երբ 1228 թվականին նա օգնում է Ուշադիր սպառվեց ժամանակը։ Հարցին կպատասխանի Հակոբյան Աստղիկը։ Աստղիկ։ Այդ բարեգործը Հովհաննես Պալճյանն էր, ով նորից Հովհաննես Պեշճյանը։ Նա Թուրքիայի համար 1228 թվականին, երբ Պոլսում բռնկվեց հրդեհը, նա ինչպես թուրքերին, այնպես էլ հայերին օգնեց, ինչպես նաև երբ 1229 թվականին, երբ Պոլսում եղավ սովը, նա այդ տարի կառուցեց իր անունով Սուրբ Հովհաննես եկեղեցին եւ նա հարդահայք տրամադրեց թուրքերին սովից փրկելու համար։ Երբ Սուլթանը գիշերով գնում է նրա տեսակցության 1233 թվականին, երբ նա մահամերձ էր, Հովհաննես Պեշճյանը խնդրում է Սուլթանից, որպեսզի դրամատուրգի պաշտոնը հետ վերադարձնի Տևզյանների ընտանիքին եւ Սուլթանը նրա խնդրանքը կատարում է եւ 1834 թվականին Հովհաննես Պեշճյանը մահանում է։ Լսենք ճիշտ պատասխանը։ Խոսքը Մահմուդ II-ի դրամահատարանի ղեկավարի Հարություն Պեշճյանի մասին է, որն իր ազնվության ու հավատարմության շնորհիվ դարձել էր սուլթանի ամենավստահված անձը։ Օգտվելով դրանից նա սուլթանի մի շարք որոշումներ խելամտորեն փոխում է ի նպաստ իր ազգի։ Նա կառուցել է Պոլսի Սուրբ Հարություն, Սուրբ Փրկիչ եկեղեցիները, 1828 թվականին նախաձեռնել Պոլսի մայր եկեղեցու կառուցումը ու արժանացել ազգային բարերարի կոչման։ Օգնել է կարիքավորներին, նորոգել դպրոցներ, կառուցել է վարժարաններ, հիվանդանոցներ եւ այլն։ Խնդրեմ, գնահատեք։ Բավական անկազմակերպ պատասխան էր, սխալաշատ։ Պատասխանողը Աստղիկը սխալացած անունը բարերարի, մի անգամ ազգանունը։ Ցավալիորեն քանիցս նրան տարավ 13-րդ դար, երբ հարցի մեջ 1833-ը ակնհայտ էր։ Չթվարկեց նրա արածները իր ազգագիցների նկատմամբ հայերիս համար։ Եվ վերջապես ուղղակի անհասկանալի է դրամատուրգի, չգիտեմ ինչի, այդ բառաշարքը, դա դրամահատարանն էր, նա ինչ որ աղոտ պատկերացում ուներ,
Եվ ինձ թվում է հարցի պատասխանը տապալված է եւ ես գնահատում եմ 2 միավոր։ Անցնում ենք Ծիրանագույն թիմին։ Մենք ընտրում ենք Այբ տառը։ Ռազմի պատմություն։ Ուշադիր։ Կիլիկյան Հայաստանի բանակը որ զորատեսակներից էր բաղկացած, բանակնով էր գլխավորում, զինվորական որ կոչմանն արժանանալու համար էին ազնվականները հրապարակայնորեն քննություն հանձնում, երկրի ռազմական ուժերին սպասարկող արքունական գործակալին ինչ էին անվանում։ Սպառվեց ժամանակը ձեր երեխաներ։ Խնդրեմ Գարեգին։ Հարցին կպատասխանի Ասլանյան Մարիամը։ Մարիամ։ Կիլիկյան Հայաստանի բանակը կազմված էր Հեծելազորից, Հետևակից եւ Ասպետից, զինվորական ասպետներից։ Զինվորականները քննություն էին տալիս, որպեսզի արժանանային ասպետի կոչման հրապարակայնորեն, իսկ բանակը գլխավորում էր Գունդստաբլը, իսկ ռազմական զինամթերքը սպասարկողին էլ անվանում էին Մանրաջախտ։ Իսկ հենց ասպետ էր կոչվում։ Ձիավոր ասպետ։ Հիմա լսենք ճիշտ պատասխանը։ Կիլիկյան Հայաստանի բանակի ընդհանուր հրամանատարը Գունդստաբլն էր, սպարապետը։ Բանակը կազմված էր գլխավորապես Հետևակից եւ Հեծելազորից, կային նաեւ սակրավորներ, առանձնահատուկ տեղ ունեին ձիավորի կոչում ունեցողները։ Այդ կոչմանն արժանանալու համար ազնվականները հրապարակավ քննություն հանձնելով ցուցադրում էին իրենց ռազմական գիտելիքները։ Բանակին սպասարկող արքունական գործակալին անվանում էին Մանրաջախտ։ Խնդրեմ պարոն Միրզոյան, գնահատեք։ Ինչպես տեսակ, հարցը բաղկացած էր 2 մասից, առաջի մասին նրան պատասխանեցին, բայց սխալվեցին, նրանք չասեցին, որ սակրավորներից է կազմված բանակը։ Համենայն դեպս այդ թերությունները հաշվի առնելով ստանում է 8 միավոր։ 8 միավոր է վաստակում Ծիրանագույն թիմը։ Ես կարծում եմ նրանք բավականին լավ պատասխան տվեցին եւ ավելացնում եմ իմ կողմից 1 միավոր։ Եվ երաշտական հարցի հերթը իհարկե Ծիրանագույն թիմինն է։ Մենք ընտրում ենք Ռե տառը։ Պետք է կռվենք երկն է, խնդրեմ կատարենք։ Մենք պետք է կռվենք եւ ոչ լաց լինենք, մենք պետք է կռվենք եւ ոչ լաց լինենք, ազգի կորուստը զենքով ետ խլենք, ազգի կորուստը զենքով ետ խլենք, այս կանդալացին ով է լսողը, այս կանդալացին ով է լսողը, մենք վախեցող չենք մահից տանջանքից, մենք վախեցող չենք մահից տանջանքից, եւ ոչ արդ թուրքի դաժան գնդակից, եւ ոչ արդ թուրքի դաժան գնդակից, անեծքային հայի եւ յունախադիկ, անեծքային հայի եւ յունախադիկ, որ ազգին սիրուն չի գործում բարիք, որ ազգին սիրուն չի գործում բարիք։ Այս խմբի ելույթը շատ ավելի լավն էր բնականաբար։ Վառ օրինակ էր, տեսանք թե ինչպես միասին երգելով, քիչ-քիչ ամրացան խրոխտությունը, միաբանությունը, երգը միավորեց իրենց, նույնիսկ տոնայնությունը հավասարվեց երկրորդ տան մեջ, արդեն երգում էին բոլորը մի տոնայնության մեջ, ես հիացած եմ։
Հայասպետ։ Անցնում ենք երկրորդ շրջանին։ Խնդրեմ։ Մենք ընտրում ենք ռատար։ Պատմություն։ Հարցը։ Հայոց Բագրատունյաց թագավորությունը երբ է հիմնադրվել եւ մինչեւ երբ է գոյատևել։ Այն որ թագավորի օրոք հասավ առավելագույն հզորացման։ Ինչու Անին դարձավ նորաստեղծ թագավորության մայրաքաղաք եւ ինչը վերջ դրեց Անիի թագավորությանը։ Միրո իմն է, հա։ 85-ին հիմնադրվեց Աշոտ առաջինի օրը 85-ին թվականի կողմը։ 1040-ին։ Գագիկ առաջինի օրոք ասում է առավելագույն հզորություն։ Այդ դուք ասացի, ինչու 961 թվականին Անին դառնում է մայրաքաղաք։ Հա, Դվինը կորցրել էր աշխարհը, Դվինը չէր, Կարսն էր։ Կարսից են տեղափոխում, հա։ Չէ, դորընտիր Աշոտ իմში, խաթր։ Ինչու՞։ Հա։ Խնդրեմ։ Հայոց Բագրատունյաց թագավորությունը հիմնադրվել է 885 թվականին Աշոտ Բագրատունու կողմից։ Նա էր առաջին Բագրատունի թագավորը, թագավորել է 885-ից 890 թվականներին։ Այն գոյատևել է մինչև 1045 թվականը, երբ Անին գրավել է բյուզանդական զորքերի կողմից։ Այն իր առավելագույն հզորությանն է հասել Գագիկ առաջին Բագրատունու օրոք։ Իսկ 961 թվականին Աշոտ երրորդ ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի, հաշվի առնելով նաև այն, որ Անին գտնվում էր բուն Շիրակի, այսինքն հայոց երկրի սրտի կենտրոնում, եւ բացի դրանից այն արդեն կազմավորված քաղաք չէր եւ հնարավորություն էր տալիս կառուցել այնպես, ինչպես ձեռնտու էր պաշտպանական նպատակներից ելնելով, իսկ Անիի թագավորությանը վերջ դրեց բյուզանդական կայսրության քաղաքականությունը եւ հայ իշխանների անմիաբանությունը, բուն Անիի թագավորության ենթակա թագավորությունները եւ նրանց տիրակալները իրենց անձնական շահից ելնելով վաճառեցին սեփական կալվածքները Բյուզանդիային եւ հերթը հասավ Անիի թագավորությանը եւ որքան էլ վերջին գահակալը Գագիկը եւ Վահրամ Պալավունին փորձեցին պահպանել քաղաքը, սակայն դա հայերի ուժերից վեր էր։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հայաստանում Բագրատունյաց թագավորությունը հիմնադրվել է 885 թվականին եւ գոյատևել մինչեւ 1045 թվականը։ Այն իր հզորության գագաթնակետին է հասնում Գագիկ առաջինի օրոք 990-ից 1020 թվականներին։ 961 թվականին Բագրատունյաց թագավորության նոր մայրաքաղաք է դառնում Անին, որն ուներ անառիկ դիրք եւ գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհների վրա։ Գագիկ առաջինի մահից հետո երկիրը մասնատվում է մանր թագավորությունների, կենտրոնախույս իշխանները ստանալով թշնամի երկրների աջակցությունը երկիրը հասցնում են կործանման։ 1045 թվականին Բյուզանդիայի կողմից Անիի գրավումով վերջ է դրվում Բագրատունյաց հայկական թագավորությանը։ Խնդրեմ, պարոն Ավետյան։ Երեխաները շատ լավ պատասխանեցին եւ մեկնաբանության կարիք չկա, այդ պատճառով էլ նրանք ստանում են 10 միավոր։ Ցավոք ես իրավունք չունեմ 10 միավորին միավոր ավելացնելու, հակառակ դեպքում անպայման մեկը կավելացնեի։ Կապույտ թիմի հերթն է։ Մենք ընտրում ենք Զատարը։ Զատարը, խնդրեմ։ Հայ բարեգործներ։ 1830 թվականին հայ մեծահարուստներից մեկը Ռուսաստանի կայսրին նախադեպը չունեցող նամակ է ուղարկում, որով խնդրում է իրեն հնարավորություն տալ ռուսահպատակ այդ հին հայկական տարածքը գնելու կամ որոշակի հարկի դիմաց վարձակալելու։ Ով էր այդ նամակի հեղինակը, ինչ տարածքի մասին էր խոսքը եւ ինչպես ավարտվեց այդ պատմությունը։ Քննարկում ենք։ Եվ հնարավոր է, որ Պետերբուրգից նա գնահատում էր Ջավախոսի Սմարանք քաղաքում, եւ հնարավոր է, որ Պետերբուրգից Սմարանք նամակը շատ ուշ հասել, եւ հնարավոր է, որ այն հասել 1834 թվականին գնացել է։ Ապրես դու կարաս դի ապացույց որ ինձ։ Ժամանակը սպառվեց։ Հարցին կպատասխանի Հակոբյան Աստղիկը։ Աստղիկ, ուշադիր։ Այդ բարեգործը Հովսեփ
Հա, Հովսեփ Ամիրխանյանն էր։ Նա երբ նամակը գրում է Նիկոլայ առաջին ցարին, նա ցանկանում էր գտնել Ղարաբաղի տարածքը, քանի որ նա Ղարաբաղցի էր եւ բնակվում էր Ինդոնեզիայի Ճավա Սմարանք քաղաքում։ Եվ հնարավոր է, որ Նիկոլայ առաջին ցարի պատասխանը շատ ուշ 1834 թվականին հասած լիներ Սմարանք եւ Ամիրխանյանը իր նամակի երբ ուղղում է Նիկոլայ առաջին ցարին, նա ուղարկում է Ներսես աշտարակեցուն, որպեսզի Ներսես աշտարակեցին ուղարկի Նիկոլայ առաջին ցարին։ Եվ Ամիրխանյանը իր նամակի մեջ գրում է Ներսես աշտարակեցուն, որ եթե ցարը համաձայնի, նա իր ունեցվածքով կգնա Լոնդոն, իսկ այնտեղից կգնա Ղարաբաղ իր ընտանիքով եւ ունեցվածքով այնտեղ բնակվելու։ Եվ երբ նամակը տեղ է հասնում, վարկած կա, որ երբ նամակը տեղ է հասնում, Ամիրխանյանը իր նավերով գնում է Լոնդոն, այնտեղ հանդիպում Լոնդոնի Անգլիայի թագավորի հետ, իսկ իր նավերը բռնված նավերը հետ է ուղարկում Սմարանք եւ նա ուղևորվում է Պետերբուրգ, սակայն ճանապարհին մառախլապատ եղանակի պատճառով նրա նավը խորտակվում է եւ 1834 թվականին նա մահանում է։ Անհայտ է։ Իսկ նա Լոնդոն էր գնացել, լավ ես հիշում, Անգլիայի թագավորի հետ էր ուզում հանդիպել։ Հոլանդիայի թագավորի հետ էր ուզում։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այդ նամակի հեղինակը արմատներով արցախցի Ինդոնեզիայում հաստատված մեծահարուստ Հովսեփ Ամիրխանյանը Նիկոլայ առաջինին խնդրում է իրեն վաճառել Ղարաբաղի աշխարհը փայտակարանով հանդերձ։ Կայսրը համաձայնվում է տեսակցել նրա հետ, սակայն 1834 թվականին դեպի Պետերբուրգ ճամփա ընկած Ամիրխանյանը անհասկանալի հանգամանքներում ճանապարհի կեսին անհետանում է եւ նրա վեհ երազանքը անկատար է մնում։ Երանի թե ի կատարածվեր։ Խնդրեմ գնահատեք, պարոն Գյուրցենյան։ Այս անգամ Աստղիկը լիարժեք պատասխանեց եւ իր թիմակիցները պիտի իրեն չնեղացնեն, ինքն էլ չհուզվի, որտեղ խաղը եւ խաղի մեջ հնարավոր են նաեւ սխալներ, վրիպումներ։ Հիմա այստեղ եթե մանր-մունր ինչ-որ բաներ զեղչում ենք, ապա 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը։ Սիրանագույն։ Մենք ընտրում ենք շատ առը։ Շատ առը խնդրեմ։ Թեման աշխարհագրություն։ Ուշադիր։ Տուրուբերան նահանգը, որն իր գլխավոր գավառի անունով կոչվում էր նաև Տարոն, Մերձավոր Արևելքի երկրագործության հնագույն կենտրոններից էր։ Այն աշխարհագրական ինչ դիրք ուներ, որոնք են նրա առավել նշանավոր պատմական վայրերը։ Արա սաղոբի։ Եվ գիտես չէ, Ռուսիա։ Աշխարհագրական ինչ դիրք արետի կոռոքոն է։ Հայկական պար եւ հայկական բերկրի եւ Հյուսիսում այն եզրավորվում էր հայկական պարի եւ շարյան լեռնաշղթաներով, արևելքում Վանա լճի Բադնոց եւ Բերկրի գետերի այդ ջրբաժան բարձրություններով, այդ հարավում հայկական Տավրոս լեռնաշղթան, արևմուտքում այդ բյուրական մնձուրյան լեռների ամենաարևելյան Սիրոկի լեռներով, այն այրերատի նման մեծ հայք նահանգում գտնվում էր կենտրոնական դիրք ուներ, նրա այդ նշանավոր ամենագլխավոր գավառը, քանի որ Տարոնն էր, իսկ նրա այդ Տարոն գավառի գլխավոր քաղաքը դա Մուշն էր, նաև Մուշում գտնվում էին երկու վանքեր, մեկը Սուրբ Առաքելոցն էր, իսկ մյուսը Գլակավանքը կամ Սուրբ Կարապետ վանքը, ավելի նշանավոր էր Սուրբ Կարապետը, նաև Մանասկերտ դաշտում գտնվող Մանասկերտ քաղաքը, որում տեղ են ունեցել շատ դեպքեր, նաև այստեղ է գտնվում Աշտիշատը, որը հին ժամանակներում, այդ հեթանոսական ժամանակաշրջաններում այստեղ գտնվել են 3 այդ մեհյաններ, այդ բանը, ինչ էր Վահագնի, նրա տարբացուի աստղիկի, որը նաև կոչվում էր Վահագնի դուռ, հաջորդ Վահագնի սենյակ, հաջորդը Անահիտինն էր, սակայն երբ քրիստոնեությունը ընդունվում է Հայաստանում, Աշտիշատը դառնում է քրիստոնեական կենտրոն։ Ինչ բերդ կար այնտեղ։ Բերդ։ Այո։
Շատ հայտնի։ Դարոյենք Բերթե։ Դարոյենք Բերթե։ Տուրուբերանը նաև ուրիշ անուններով է հայտնի եղել, քանի որ այստեղ այդ ամենակարևոր գավառներից մեկը Տարոնն էր, նաև կոչվել է Տարոնոյ աշխարհ, նաև այն կոչվել է Տարուբերան, այն առաջի անգամ հիշատակվել է Անանյա Շիրակացու աշխարհացույցում։ Սպառվեց ժամանակը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Տարոնը տարածված էր Մեղրագետի ավազանում եւ Արացանիի երկու ափին։ Արևմուտքում սահմանակցում էր 4-րդ հայքին, իսկ հարավում Աղձնիքին։ Տարոնի պատմական առավել նշանավոր վայրերից էին Մուշ քաղաքը, Աշտիշատը, որը հետանոսական շրջանում Հայաստանի կրոնական գլխավոր կենտրոնն էր, Ողականը, Տարոնի ամենանշանավոր բերդն ու հայոց սպարապետի աթորանիստը, Հացեկած գյուղը, որտեղ ծնվել է Մեսրոպ Մաշտոցը եւ այլն։ Խնդրեմ։ Ինչ խոսք, բավականին երկար պատասխան էր եւ բավականին հետաքրքիր այսպես ինֆորմացիա տրվեց մանրամասներով, բայց ես ուզում եմ այստեղ շեշտել, որ քանի որ Տարոնը վարչատարածքային միավոր է, լավ կներ աշխարհագրական դիրքը գնահատելուց նշեիք վարչական տարածքային այդ հարևանները, ոչ թե լեռնագրական կամ ֆիզիկա աշխարհագրական, բայց այնուամենայնիվ ընդհանուր առմամբ աշխարհագրական դիրքը ճիշտ գնահատվեց։ Իսկ ինչ վերաբերում է պատմական կամ պատմամշակութային վայրերին, այստեղ իհարկե Ողականը եւ Հացեկած վայրերը չնշվեցին, որոնք այս ժողովրդի պատմության մեջ նշանավոր վայրեր էին։ Հաշվի առնելով այս հանգամանքները ես գնահատում եմ 8 միավոր։ Եվ երկրորդ փուլի ավարտին երաժշտական հարց։ Պար։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք այբ տառը։ Այբ տառը, խնդրեմ։ Այս պարը Յարխուշտա պարն է, ինչպես գիտենք Հայաստանում տարածված են եղել ռազմական պարերը, ուրեմն այս պարը ռազմական խաղ պար է եւ պատկանում է ծա պարերի տեսակին, ցույց տալու։ Հիմա պարը։ Միակ դրական բանը բարի մեջ բեմադրական բավականին բարդ արվեստներ, որ ցուցադրվեց, մնացածում գրեթե իսպառ ազգային ոգու բացակայություն ինձ համար տխուր էր, որովհետև նախ եւ առաջ դա կռիվ է։ Մենք որ պարում ենք, ձեռքերը ճղվում են, ձեռքերը կապտում են, իսկ հիմա ընդհանրապես անհասկանալի այսպես տղամարդու համար այսպես շարժումներ, որ ոչ մի տեղ ռազմական պարը
որ նշվեց, որ Հայաստանում շատ տարածված է, նախ եւ առաջ դա մարզական բնույթ ունի։ Խնդիրը զինվորին մարզելու, կրթելու, ոգի տալու եւ խրամատում կռվից առաջ բարելու խնդիր է գրել, շատ հետաքրքիր է միայն բեմադրական բանը, մասը ցավում եմ, նույնիսկ ավել եմ նշանակում։ 6 միավոր է վաստակում բարի համար կարմիր թիմը։ Հիմա կապույտ թիմի, այսինքն ապարանի քաղաքապետը, հարցը կուղղի Երևանի թիմին եւ պատասխանելու դեպքում դուք կվաստակեք երաժշտական կենտրոն։ Հարցը խնդրեմ։ Ջերմորեն ողջունում եւ շնորհավորում եմ Հայասպետ հերոստախաղի կազմակերպիչներին։ Մաղթում եմ, որ Հայասպետ հերոստախաղը դառնա շարունակական, լինի ավելի երկարակյաց եւ նվաճի նորանոր հորիզոններ։ Իսկ այժմ, սիրելի ասպետներ, թույլ տվեք ձեզ ուղղել հետեւյալ հարցը։ Ապարան տեղանվանման հետ հաճախակի օգտագործում են նիկ բառը, նիկ ապարան։ Ինչ իմաստ ունի այն, երբ եւ ում կողմից է առաջին անգամ իշտակվել։ Եվ հարցի երկրորդ մասը նիկ ապարան տարածաշրջանում նշանավոր ճակատամարտեր են տեղ ունեցել, երբ եւ ովքեր են եղել դրանց հրամանատարները։ Շնորհակալություն։ Ապարան բառի հետ հաճախ գործածվող նիկ բառը մեր կարծիքով առաջացել է մեծ հայքի Այրարատ նահանգի նիկ գավառի անվանումից, այն Այրարատի կենտրոնական գավառներից մեկն էր, համապատասխանում է այժմյան ապարանի տարածաշրջանին, ըստ երևույթին այդ պատճառով այդ երկու տեղանունները կապվել են իրար հետ, այն ըստ երևույթին առաջինը հիշատակում է Անանյա Շիրակացին, իսկ երկրորդ մասին պատասխան չունեն։ Ինչ ճակատամարտեր են տեղի ունեցել, չեք հիշում։ Երեխաներ, հաստատ հիշում եք։ Մայիսյան հերոսամարտերից հայտնի հերոսական Բաշապարանի ճակատամարտը։ Էլ ուրիշ չենք հիշում։ Գնահատեք խնդրեմ։ Սիրելի հայասպետներ, ես իհարկե մի քիչ վշտացած եմ, որ դուք ամբողջական պատասխանը չունեիք, ես ասեմ, որ ճակատամարտերից պիտի հիշեիք ձկնավաճառի ճակատամարտը, որը ղեկավարում էր Սմբատ Թագավորի երկու որդիները, Աշոտը եւ Մուշեղը։ Իսկ 18 թվականի ճակատամարտում աչքի են ընկել Սեդրակ Ջալալյանը, Արսեն Տեր-Պողոսյանը եւ Դերասնամատ Կանայանը։ Այնուամենայնիվ ես գտնում եմ, որ դուք արժանի եք այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո այդ նվերը ստանալու։ Նվերը շնորհվում է այնուամենայնիվ։ Շնորհավորում ենք։ Հիմա ես հրավիրում եմ ավագներին, բեմ։ Եվ հեռուստադիտողները եւ դուք հիշում եք մեր ավագների խաղի կարգը։ Այսինքն, ես ձեզանից յուրաքանչյուրի համար կարդում եմ 3-ական հարց եւ ամենաշատ քանակով հարցերին ճիշտ պատասխանողը ստանում է մրցանակը։ Բայց այսօր մրցանակից բացի, որը դուք դեռ հետո կիմանաք թե ինչ է, ձեր յուրաքանչյուր ճիշտ տված պատասխան 1 միավոր կավելացնի ձեր թիմի հավաքած միավորների քանակին։ Կարմիր ավագ։ 450 թվականին ռազմական երթի ելած հայկական բանակն անսպասելորեն հանդիպում է պարսկական զորքին։ Օգտվելով նրանից, որ հայկական ուժերը դեռ չեն գրավել մարտական դիրքեր, պարսկական զորքն անցնում է Քուր գետն ու գրոհում։ Հենց ռազմերթի ընթացքում Վարդան Մամիկոնյանը դասավորում է զորքերի մարտակարգերը, ընդունում է մարտն ու ջախջախում պարսիկներին։ Որ ճակատամարտին է պատկանում այդ փառավոր հաղթանակը։ Խաղաղի։ Այո, ճիշտ է։ Մեկ միավոր է վաստակում կարմիր թիմը, կապույտ ավագ։ Զևու բերդը Ասլամազ Ղուլի խանի զորակայանն էր, հայկական զորքը գրոհում է այդ բերդի վրա։ Նա մի խումբ մարտիկների հետ մտնում է բերդն ու գերում խանին, իսկ մյուս հրամանատարի ջոկատը գրոհելով պարիսների վրա գրավում է բերդը։ Ովքեր էին դրանք։ Վահան Մամիկոնյան։ Ոչ, սխալ է պատասխանը, Մխիթար Սպարապետը եւ Տեր Ավետիս։ Գարեգին։ Ատրվշտնասպ մարզպանը 7000-անոց զորքով ներխուժում է Հայաստան։ Ակորի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Վահան Մամիկոնյան իր հետյալներին բաժանում է 4 խմբի։
Ճակատամարտ սկսում է հայերի միաժամանակյա քառակողմ հարձակումով, ինչի հետևանքով պարսկական զորագունդը ցիրուցան է լինում եւ խոճապահար փախչում։ Քանի զինվոր ուներ Վահան Մամիկոյանը։ 400։ Ճիշտ է, 400։ Մեկ միավոր է վաստակում ծիրանագույն թիմը, կարմիր ավակ։ Հովանես Դրացխանակերտցին գրում է. Բեշիրը անսպասելիորեն դուրս է գալիս նրա դեմ։ Նրա հետ 20-ից ավելի մարդ չկար, իսկ Բեշիրն ուներ մոտավորապես 1000 մարդ։ Որ զորավարի մասին է խոսքը։ Աշոտ Բագրատունի։ Ոչ, Գևորգ Մարսպետունին, Գևորգ Իշխանը։ Կապույտ ավակ 852 թվականի սեպտեմբերին Այրյան լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայ դյուսազունները խիտ շարքերով հանդուգն հարձակման բախվում են արաբների զորագնդին եւ ճեղքում ճակատը։ Ուշ երեկոյան մարտն ավարտվում է հայերի կատարյալ հաղթանակով։ Արաբները կորցնելով 1800 զինվոր փախչում են մինչև Ատրպատականի սահմանները։ Որքան էր հայերի թիվը։ Հայերը 900 հոգի էին։ Ճիշտ է։ Մեկ միավոր վաստակում է կապույտ թիմը եւ ծիրանագույն ավակ։ 1725 թվականին թուրքական 5000-անոց մի բանակ մտնում է Վարանդայի շրջան։ Հայերը համաձայնում են չդիմադրել եւ ճանապարհ տալ թուրքերին։ Կերակրելու եւ օթևան տալու պատրվակով նրանց բաժանում են մանր խմբերի, տեղավորում տարբեր գյուղերում եւ գիշերը բոլորին կոտորում։ Ովքեր էին կազմակերպիչները։ Ավան Յուսբաշին եւ Եսայ Հասան Ջալալյանը։ Ճիշտ է։ Եվս մեկ միավոր է վաստակում ծիրանագույն թիմը եւ կարմիր թիմ, կարմիր ավակ։ 1111 թվականին Կիլիկիայի հայկական բանակը թշնամու զգոնությունը թուլացնելու նպատակով լքում է դիրքերը եւ ցուցադրաբար հեռանում Գիզիստրա ամրոցից։ Ապա գիշերը արագորեն հետ է դառնում եւ վաղ առավոտյան անակնկալ գրոհով գրավում ամրոցը։ Ով էր գլխավորում Կիլիկիայի հայոց բանակը։ Թորոս երկրորդը։ Այո, ճիշտ է պատասխանը։ Կապույտավակ 1724 թվականի ապրիլի 7-ին թուրքական բանակը գրոհում է Երևանի վրա։ Երևանի հերոսական պաշտպանությունը տևում է 60 օր։ Քանի զոհ տվեցին թուրքերը Երևանը գրավելիս։ 20000։ Ճիշտ է։ Հայոց Տիգրան մեծ արքան ոչ միայն ղեկավարում էր Արազանի ճակատամարտում հայոց զորքերի գործողություններն, այլև անձամբ գրոհի էր տանում հայոց ընտիր ծանրաձայն այրուձին։ Քանի տարեկան էր այդ ժամանակ Տիգրան մեծը։ 72 տարեկան։ Ճիշտ է։ Ես շնորհավորում եմ իհարկե կարմիր եւ կապույտ ավակներին, որոնք երկուական միավոր այո բերեցին իրենց թիմերին, բայց մրցանակը, որը հիմա քեզ կշնորհի անիտուր տուրիստական գործակալությունը, քեզ համար սահմանել է ուղեգիր, անկախ նրանից թե որ թիմը կհաղթի այսօր, դու կստանաս իրավունք մասնակցելու մեր պապերի հայրենիք Արևմտյան Հայաստան կատարվելիք շրջագայությանը։ Խնդրեմ։ Շնորհավորում եմ բոլոր 3 թիմերին, բայց մրցույթը մնում է մրցույթ, հաղթում է ծիրանագույն թիմի ավագը եւ կարդում եմ շնորհագիրը։ Հայասպետ հերոստախաղի եզրափակիչ փուլում հատուկ մրցանակի Արևմտյան Հայաստան 7-օրյա շրջագայության ուղեգրին արժանանալու համար։ Անիտուրի տնօրեն Վալոդյա Արուշանյան։ Շնորհավորում ենք։ Ապրեք։ Շնորհավորում եմ, Ռեգին, ես շատ ուրախ եմ, որ առաջինը քո անունը հայտնի դարձավ, թե ով է մեզ հետ լինելու Արևմտյան Հայաստանում։ Շնորհավորում եմ նաև ձեզ եւ գրավեք ձեր տեղերը։ Կարմիր թիմ 50 միավոր, Երևան 50 միավոր, կապույտ թիմ 41 միավոր, Ապարանք 41 միավոր եւ ծիրանագույն թիմ 44 միավոր։ Ջերմուկ 44 միավոր։ Եվ այսպես սկսում ենք վերջին երրորդ փուլը։ Կարմիր թիմ ընտրում ենք տառը։ Մենք ընտրում ենք ոտառը։ Ոտառը խնդրեմ։ Դարձյալ աշխարհագրություն։ Ուշադիր եղեք այս անգամ գոնե։ Որոնք են հայկական լեռնաշխարհի ամենաերկար,
ամենաջրառատ եւ ամենատղմոտ գետերը։ Նշեք դրանց ակունքները եւ ցույց տվեք քարտեզի վրա։ Երկարը դու ասա։ Գիտեմ ջրառատը։ Ջրառատը որն է։ Շտամոտը երևի Արածանին է, որտեղ այնտեղ են ճահիճներն են։ Ինչ տղմոտ։ Ճիշտ, պրինցիպի ճիշտ է ասում։ Տղմոտը։ Այնտեղ, հա, կելեք մոտ են։ Եփրատնա ջրառատը վարը հոտելնի։ Սպառվեց ժամանակը։ Հայաստանի Հանրապետությունում ամենաերկար հայկական լեռնաշխարհում ամենաերկար գետը դա Եփրատ գետն է 3065 կիլոմետր երկարությամբ, որը ձևավորվում է երկու գետերի միախառնուրդից, դա մեկը արևմտյան Եփրատն է, մյուսը արևելյանը, որը կոչվում է նաև Արածանի, այժմ Մուրադ։ Ամենաաղուտ գետը ըստ մեզ տղմուտ գետն է, Արածանին սկսվում է Ծաղկանց լեռներից մոտ 3000 մետր բարձրությունից, արևմտյան Եփրատը սկսվում է Ծաղկավետ լեռներից, ամենաջրառատն էլ պատասխան չունենք։ Գրավեք ձեր տեղերը։ Հայկական լեռնաշխարհի ամենաերկար գետը Եփրատն է, ամենաջրառատը Տիգրիսը, ամենատղմոտը Արաքսը, որը տեղափոխած տիղմի քանակությամբ առաջիններից է աշխարհում։ Եփրատը կազմավորվում է արևելյան եւ արևմտյան Եփրատների, իսկ Տիգրիսը արևմտյան եւ արևելյան Տիգրիսների միախառնումից։ Արաքս գետը սկիզբ է առնում բյուրական լեռնազանգվածի աղբյուրներից։ Աշխարհագրություն չեն սիրում կարմիրները։ Ինչ խոսք, այս հարցը ավելի հեշտ էր, եւ ցավով արձանագրում եմ, որ իրոք աշխարհագրությունը ձեր թույլ կողմն է երևի, հա, կարմիր թիմ։ Այնուամենայնիվ ամենաերկար գետը ճիշտ նշվեց նաև հավելյալ այսպես տեղեկություններ, ցավում եմ, որ ամենաջրառատ գետը չնշվեց եւ ամենատղմոտ գետը, հաշվի առնելով հավելյալ տեղեկությունները ես գնահատում եմ 5 միավոր։ 3 պահանջ կար, 3-ից միայն մեկը կատարվեց եւ ես հանում եմ 1 միավոր։ Խնդրեմ կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք ցոտարը։ Ցոտարը, խնդրեմ։ Ռազմի պատմություն։ Լսում ենք հարցը։ Տիգրան II-ը մեծ ռազմագետ էր, սակայն հայ-հռոմեական պատերազմների շրջանում թույլ է տվել ռազմավարական մի շարք սխալներ, որոնք էլ հետագայում թուլացրել են Հայաստանի ռազմունակությունը։ Որոնք են այդ սխալները։ Օրինակ, Թե բողբերոսն բացուվեցին չէր, արալու ծանիճա կտամատ եվ բացում լուկլոս։ Օրինակ այդ ժամանակ Տիգրան մինչև վերջի կոտորում լուկլոսի, չէ, լուկլոսի գայում ավելի լուկլոս։ Սխալ գիտեմ, ես եք ասեմ։ Գիտեմ, որ 3000-ն ձոր թաղարկում ծերից ժամանակը սպառվեց։ Տիգրան II-ը մեծ ռազմագետ էր, բայց թույլ է տվել մի շարք ռազմավարական սխալներ, այդ սխալներից էր օրինակ Արածանի ճակատամարտից հետո թշնամու զորաբանակը մինչև վերջ չջախջախելը, արդյունքում թշնամու զորաբանակը հետագայում համալրում է իր ուժերը եւ նորից հարձակվում Տիգրանի վրա։ Դա մեծ ռազմավարական սխալ էր, որի արդյունքում տուժում է Հայաստանը։ Ռազմավարական սխալեր նաև այն, որ երբ 69 թվականին հռոմեացիները Պոմպեոսի գլխավորությամբ գալիս են Հայաստան, Տիգրան մեծը գտնվում էր իր լայնածավալ տերության հարավային մասում եւ նրա դեմ 3000-նոց զորք է ուղարկում, այդ 3000-նոց զորքը հոգնած վիճակում առանց հանգստանալու միանգամից մարտի մեջ է բռնկվում իրենի մի քանի անգամ գերազանցող հռոմեական զորքերի հետ եւ ջախջախվում, այդ պատերազմը մեծ ռազմավարական սխալ էր։ Էլ Կարել, էլի սխալներ ուներ, տեսեք ձեզ ում ենք թույլ տվել քննադատել։ Նաև Տիգրան մեծը պատերազմի ժամանակ սխալ ռազմավարություն ընտրելով հսկողության տակ չի վերցնում իր թիկունքում գտնվող տարածքները եւ արդյունքում թշնամին կենտրոնանալով այդ տարածքներից թիկունքից հարձակվում է Տիգրանի վրա եւ պարտության մատնում նրան։ Վերջ, լսենք ճիշտ պատասխանը։
Տիգրան Մեծի սխալներից կարելի է համարել Քրիստոսից առաջ 71 թվականին Միրդադ 6-րդ եւ Պատորին չաջակցելը, որի հետևանքով վերջինս պարտվում է եւ միայնակ Հայաստանը հայտնվում է հռոմեական զորքին դեմ հանդիման։ Սխալ էր նաեւ այն, որ Քրիստոսից առաջ 68 թվականին Արածանիի ափին տեղի ունեցած ճակատամարտում նա Լուկուլուսի զորքերը գլխովին չի ոչնչացնում, այլ թույլ է տալիս, որ նահանջեն դեպի հյուսիսային միջագետք։ Կապույտ թիմը այնուամենայնիվ հավելյալ տեղեկություններ հայտնեց այլ սխալների մասին, որոնք հարցում ներառված չէին, եւ դրա համար ես նշանակում եմ բարձր 9 միավոր։ Կոնկրետ պահանջված չէին սխալներ, 3 սխալ ճիշտ նշվեց։ Ծիրանագույն թիմ։ Մենք ընտրում ենք դատարը։ Հայոց լեզու։ Լռություն խնդրում եմ։ Հովանես Շիրազի հետևյալ տողերի եւ տարերկ բառի միջև իմաստային անուղակի ինչ կապ եք տեսնում։ Բացատրեք տարերկ բառի կազմությունը։ Արարածն է զարմանալին, թե արարողն, Աստված իմ, ոնց խմբեցիր ջուրը, հուրը, օդը եւ հողն, Աստված իմ։ Հիմնական ժամանակներում են տարի ժամանակներում տարին փուչում մասնական, օրինակ տարական գիտելիքներ կամ քիմիայի առաջին հողն ու օդը իրար ճշնամիներ, կրակն ու ջուրը եւ այդ բաներից ասում եմ, ուրիշ բան չունեք, չէ՞ ասելու։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հին առասպելների մեջ գոյություն ունի երկիր մոլորակի վրա 4 տար՝ օդը, հողը, ջուրը եւ կրակը։ Ջուրը, կրակը իրար են թշնամիներ, օդն ու հողն իրար են թշնամիներ եւ տարերկ բառը, այսինքն տարերկներ կարող են հանդիպել հողից երկրաշարժը, ջրից ջրհեղեղները, կրակից հրդեհները, իսկ օդից ցունամիները, ուժեղ քամիները, որոնք մեծ վնաս են պատճառում մարդկանց բնակչությանը, իսկ տարերկ բառի բացատրությունը, որ տար հենց այդ նշանակում է փոքր մասնիկ եւ երկրագնդի հիմնական տարերն են այդ 4-ը, իսկ երգն է որպես վերջածանց գալիս է եւ այդպես կազմվում է տարերկ բառը։ Լսեք ճիշտ պատասխանը։ Կրակն ու ջուրը, օդն ու հողը բնության արարիչ, բայց եւ թշնամի տարրերն են։ Գրաբարյան հոգնակի ձևով ասած տարերքը, այսինքն եզակի տարը, հոգնակի տարեր։ Պարոն Գյուրջինյան, խնդրեմ։ Ծիրանագույն թիմը տեսավ Շիրազի տողերում բնության արարիչ 4 տարրերը, չնայած չանվանեց, որ դրանք արարիչ տարրերն են, թշնամի տարրերը զատեց։ Բայց պատմեց, որ դրանցից ստեղծվեցին։ Եվ տար բառի հոգնակին չասվեց, որ սա գրապարյան հոգնակի թիվն է եւ ոչ թե վերջավորության մասին է խոսքը։ Պատասխանը գոհացուցիչ է, ես այն գնահատում եմ 9 միավոր։ 9 միավոր է վաստակում ծիրանագույն թիմը, ես 9 միավորից հանում եմ 1 միավոր։ Երաշտական հարցի պահն է կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք P տառը։ Այս պարը իշխանած պարն է եւ դեռևս ողնջական ժամանակներում եղել են մեհենական պարերի մասին հիշատակություններ եւ մեհենական տաճարների մասին հիշատակություններ։ Մեհենական բառը դա նշանակում է տաճար, այսինքն տաճարային պար։ Հիմնականում այս պարը պարում էին երիտասարդները, ամուսնացած կամ ազատ տղաները, բայց այս պարը լավ իմացող, այս պարը սկզբում կանգնում էին իշխանականներն էին պարում, սակայն երբեմն պարում էին նաեւ աղքատ մարդիկ։ Հիմա պարը
Ամեն դեպքում շատ բարդ պար է, ըստ իս հայկական պարերի իշխանը եւ ամենածանրագույնը տեխնիկապես կատարելու համար եւ նմանատիպ նաեւ հոգեվոր առումով, որովհետեւ ամենավեհագույն պարն է մեր 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կապույտ թիմը, կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Եչտար։ Թեման։ Պատմություն։ Երեքարուվաթսուներեք թվականին Հռոմի Հովիանոս կայսրը Պարսիկ շապու հարքայի հետ խաղաղության դաշինք է կնքում, որը պատմությանը հայտնի է ամոթալի դաշինք անունով։ Որ դաշինքի մասին է խոսքը, այն ինչու է ճակատագրական դեր խաղում հայերի համար։ Այս Հովիանոսի շապուի, որով հրաժարվում է Հայաստանի հովանավորությունից, հովանավորելուց Հայաստանի, բանը, եւ Հայաստանը մենակ մնալով Պարսկաստանի Արշակն է։ Հայ ծառքայից կնքած պայմանագրի, հայ ծառքայից կնքած պայմանագրի, եւ այսպիսով նա մենակ է թողնում իր դաշնակցին Հռոմը եւ բանը հեշտ շուտով Հայաստանը գրավում է Պարսկաստանի։ Ժամանակը սպառվեց։ Կպատասխանի Արա։ Արա։ Հռոմեական կայսր Հովիանոսը չէր ցանկանում պատերազմը շարունակել շապուհի դեմ եւ հաշտության պայմանագիրը խնդրում այդ պայմանագիրը ամոթալի էր նրանով, որ հռոմեացիները ոչ միայն հրաժարում էին Հայաստանի տարածքներից, այլև հռոմեական մի շարք կալվածքներից այն ճակատագրական դեր է խաղում հայերի համար, քանի որ հայերը զրկվում են հզոր դաշնակից, ինչպիսին են հռոմեացիները եւ ստիպված են լինում մենակ պայքարել Պարսկաստանի դեմ իրենց վերևից ավելի ուժ գտնվող ուժի դեմ։ Արա, հիմա ամոթալին ինչու՞մ էր։ Որովհետև իրենց դաշնակցին Արտաշես երկրորդին լքեցին, Արշակ երկրորդին լքեցին, նախկինում պայմանագիրը կնքելու համաձայն հռոմեացիները պետք է աջակցեին Արշակ երկրորդին, իսկ այս պայմանագրով նրանք դավաճանում են եւ ժխտում են այդ պայմանագիրը։ Լսենք ճիշտ պատասխանը։ 359 թվականին Հռոմի եւ Պարսկաստանի միջև սկսված պատերազմի ժամանակ հայոց Արշակ երկրորդ արքան Հռոմի դաշնակիցն էր, բայց պատերազմում զոհված Հուլիանոս կայսրին փոխարինում է Հովիանոսը, որը 363 թվականին ամոթալի հաշտություն է կնքում շապուհի հետ, որով նա պարսիկներին է նվիրում ոչ միայն արևմտյան Հայաստանի նահանգներից Աղձնիքը, Մոկքը եւ այլն, այլև խոստանում է ռազմական օգնություն ցույց չտալ իր դաշնակից Հայաստանին։ Հայաստանը պարսիկների դեմ մնում է մեն-մենակ, որին հետևում են Արշակ երկրորդի բանտարկությունն ու Վասակ Մամիկոնյանի սպանությունը։ Պարոն Ավետյան։ Կարմիր թիմը ըստ էության պատասխանեց հարցին, բայց նախորդ երկու հարցերի նման բարձ չկարողացավ շարադրել իրենց իմացությունը, որի համար էլ նրանք վաստակում են 9 միավոր։ 9 միավոր է վաստակում կարմիր թիմը։ Կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Չատարը։ Չատարը խնդրեմ։ Թեման գրականություն։ Լսում ենք հարցը, ուշադիր։ Մովսես Խորենացին իր հայոց պատմություն աշխատության մեջ ինչ դասեր է տալիս ազգային ինքնագիտակցության եւ հայ մշակույթի զարգացման ճիշտ ուղու վերաբերյալ։ Մենք ընտրում ենք Նժդեհիկի օգնություն։ Նժդեհիկի օգնություն։ Փոքրերն էլ մեծ գործեր կարող են անել։ Կանետի վերաբերվի նաև նախարարներին, ինչու փոքր նախարարները, մեծ նախարարները, չգիտեմ, մտածի։ Ասեն Տիգրան Երզի հայնասի չանասի, Տիգրան Երվանջանի մասին։ Սպառվեց էր ժամանակը հավելյալ։ Մովսես Խորենացին հայ միասնական պետության ստեղծելու ջատագովներից էր, նա այն մարդկանցից էր, ովքեր ուզում էին, որպեսզի հայկական մշակույթը զարգանա եւ չխառնվի ոչ մի ուրիշ մշակույթների հետ եւ զարգանա իր բնական հունով։ Նաեւ նա դեմ էր պետական մասնատվածությանը եւ
ինչ դասեր է Մովսես տալիս։ Խորենացու պատմության մեջ հայ մշակույթ ներկայացում է հին ժամանակների մշակույթը, որը Մովսես Խորենացին գրել է, որպեսզի հայերը կարողանան պահպանել իրենց ազգային ինքնուրույնությունը։ Տեսենք ճիշտ պատասխանը։ Մովսես Խորենացին գրում է, որ թեպետ մենք փոքր եւ շատ անգամ նվաճված ազգ ենք, բայց մեր աշխարհում էլ գրվելու եւ հիշվելու արժանի գործեր են կատարվել։ Սրանով պատմահայրը տալիս է իր կարևոր դասերից մեկը՝ ճանաչել սեփական արժանինքները, զերծ մնալով ազգային սնապարծությունից։ Խորենացին Հունաստանը գիտության մայր կամ դայակ է կոչում եւ կարծում է, որ հայ ժողովուրդը թեև ապրում է արևելքում, բայց իր մշակույթով պատկանում է արևմտյան հելենական տեսակին։ Սա, եթե ես չեմ սխալվում, անգամ դասագրքային էր։ Դուք չեք սխալվում, սա նաև դասագրքային էր, ընդ որում ցավալին այն է, որ դասագրքում երեխաներ դուք ունեք առանձին ենթաբաժին, որը հենց վերնագրված է խորենացու դասերը։ Ընդ որում ինձ վրդովեցնում է հարցը ուշադիր չկարդալը, որովհետև հարցի մեջ նաև հուշում կար մշակույթի զարգացման ուղու։ Իսկ խորենացին, եթե հիշում եք, բանավիճում է իր մեկենասի հետ, երբ պարսկական առասպելներ պիտի գրի առնել, ինքը առաջարկում էր հունական ողորկ եւ ճոխ առասպելները։ Մյուս կողմից Նժդեհիկի հուշումը, փոքրերն էլ կարող են մեծ գործեր անել, դպրոցում դա ձեզ նաև անգիր է հանձնարարվում, թեպետ եւ մենք ածու փոքր հատվածը, որը դպրոցում եւ գրապարով եւ մնաց։ Մի խոսքով դուք ըստ էության, եթե ինչ-որ բան ասացիք, դա պատասխանի հետ ըստ էության որևէ կապ չուներ։ Բնականաբար միավոր չի վաստակում կապույտ թիմը։ Սիրանագույն։ Մենք ընտրում ենք Ջ տառը։ Ջ տառը, խնդրեմ։ Արվեստի պատմություն, լսում ենք հարցը։ Էջմիածնի մայր տաճարը երբ եւ ում գահակալության օրոք է կառուցվել։ Ըստ Ղազար Փարպեցու եւ Սեբեոսի վկայությունների 5-րդ դարի վերջում ում նախաձեռնությամբ է իրականացվել տաճարի վերանորոգումը։ 18-ից 19-րդ դարերում ովքեր են որմնանկարներով զարդարել տաճարի ներքին պատերը։ Գիտեմ, Տրթատ մեծի գահակալության ժամանակ Կապչեսի մանինգին դարձած Վահան Մամիկոնյանը 5-րդ դարի վերանորոգումը, ում որմնանկարները 18-ից 19-ը։ 18-ից 19-ը։ Հարցին կպատասխանի Մկրտչյան Մանեն։ Էջմիածնի մայր տաճարը կառուցվել է 301-ից 303 թվականներին, այդ ժամանակ հայոց թագավոր էր Տրթատ III մեծը, իսկ կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր։ 5-րդ դարում եկեղեցին վերանորոգել է Վահան Մամիկոնյանը, երբ դառնում է Հայաստանի մարզպան, բայց ովքեր են նկարել որմնանկարներով, չգիտեմ։ Շատ լավ, լսենք ճիշտ պատասխանը, շատ ձեզ հայտնի են նրանք, հիմա կզարմանաք։ Էջմիածնի մայր տաճարը կառուցվել է 301-ից 303 թվականներին Տրթատ III-ի օրոք, սակայն հետագայում բազմաթիվ վերակառուցումների է ենթարկվել։ 5-րդ դարի վերջում այն վերանորոգվել է մարզպան Վահան Մամիկոնյանի նախաձեռնությամբ։ 18-ից 19-րդ դարերում տաճարը որմնանկարչական աշխատանքներով զարդարել են նկարիչ Նաղաշ Հովնաթանն ու նրա ժառանգները։ Խնդրեմ, գնահատում եք։ Քանի որ երեխաները նշված ենթահարցի չպատասխանեցին ընդամենը մեկին, թե ովքեր էին նկարազարդել տաճարը, ըստիս չնշելով Հովնաթանյան ընտանիքի նկարիչներին, ըստիս արժանում են 9 միավորի։ Նրանք 3 հարցից մեկին չեն պատասխանել։ Մեկին չեն պատասխանել, միայն Հովնաթանյանների հարցներ, մնացած 4-ին պատասխանել են։ Ուրեմն 8 միավոր պիտի վաստակեին։ Բաժանենք հավասար միավորների 10-ը, էլ չեմ ասում 11-ը, դուք 9 միավոր եք գնահատում, ես հանում եմ էլի 1 միավոր։ Եվ երրորդ փուլի ավարտին երաժշտական հարց։ Հերթը Ծիրանագույն թիմին է։ Մենք ընտրում ենք Ռ տառը։
Սա մշուխեր բառն է։ Ամբողջ հայասպետի ընթացքում այսօր իմ ամենատխուր օրն է։ Շատ վատ էր, նախ եւ առաջ 5 տղա խմբի մեջ եւ Պարբաշին աղջիկ է, սա հատուկ խախտում է ազգային միգուցե առանձին նման նշումներ չենք արել երեխաներին այդ նյութերը ուղարկելուց, բայց ամեն դեպքում եւ նաեւ բարը այդքան էլ լավ չէր։ 6 միավոր։ 6 միավոր է վաստակում ծիրանագույն թիմը եւ այսպես Ջերմուկի քաղաքապետը հարցը ուղղում է ապարանի թիմին։ Սիրելի հայասպետներ, ես ողջունում եմ ձեզ եւ ուրախ եմ ձեզ համար, որ իդեմս ձեզ Ջերմուկի հայասպետները գտել են լավ բարեկամներ եւ ընկերներ։ Այս եզրափակիչ փուլում մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ իմ հարց ուզում եմ ուղղեմ ապարանի թիմին։ Պատմական Հայաստանի որ նահանգի, որ գավառում էր գտնվում ներկայիս Ջերմուկ քաղաքը եւ հնում էլ ինչպես է կոչվել Վայոց ձորը։ Մրցանակը 5 օրյա ուղեգրեր են Ջերմուկ քաղաքում, հանգստի ուղեգրեր։ Հարցին կպատասխանի Պողոսյան Մարգարիտը։ Մարգարիտա։ Ջերմուկը գտնվում է Սյունիքի նահանգի Վայոց ձոր գավառում եւ անանվանում է նաեւ Եղեգի սավան։ Վայոց ձոր գավառը էլ ինչպես է կոչվել։ Եղեգնաձոր։ Համարյա Եղեգյաց ձոր։ Խնդրեմ։ Հարցին պատասխան տվողը կստանա Ջերմուկի քաղաքապետի կողմից ընտրված ուրեմն 5 օրյա ուղեգիր Ջերմուկի Արարատ առողջարան, իսկ ընդհանուր մրցանակին, գլխավոր մրցանակին հաղթողը ցանկանում եմ, որ դառնա իրոք արժանավորը։ Շնորհակալություն ներդեհիկներին։ Պարոն Գենոսյան, հայտարարեք հավաքած միավորների քանակը։ Կարմիր թիմ 63 միավոր, Երևան 63 միավոր, Կապույտ թիմ 58 միավոր, Ապարան 58 միավոր եւ Ծիրանագույն թիմ 66 միավոր։ Այսպիսով 66 միավորով Հայասպետ հեռուստախաղի մի ամբողջ տարվա շրջափուլի հաղթող է ճանաչվում Ջերմուկի թիմը։ Այսօր հաղթող թիմին իր հարցը կուղղի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարցի պատասխանը կգնահատի Հայաստանի Հանրապետության նախագահի մամլոք հարտուղար Սամվել Վարմանյանը։ Սիրելի ասպետներ, շնորհավորում եմ բոլորիդ, բոլոր այն թիմերին, որոնք այս ընթացքում մասնակցել են հայասպետ մրցույթին։ Շնորհավորում եմ հեռուստախաղի երկրպագուներին, նրանց, ովքեր սիրով հետևում են, անհամբերությամբ սպասում են հերթական խաղին։ Իսկապես հաճելի է տեսնել, որ մեր երկրում
հրաշալի սերունդ է մեծանում, որ կան բազմաթիվ պատանիներ եւ աղջիկներ, ովքեր փայլուն գիտելիքներ ունեն մեր ժողովրդի պատմության, մեր մշակույթի, մեր ազգային արժեքների մասին։ Առանձնապես շնորհավորում եմ հաղթող թիմին եւ վստահ եմ, որ այս հաղթանակը ձեր կյանքում ունենալու է էական նշանակություն, որովհետև դուք հաղթել եք գիտելիքով։ Իրոք եկել է գիտելիքով հաղթելու ժամանակը եւ այս ճանապարհին ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Իսկ հիմա իմ հարցը. որոնք էին Արցախյան ազատամարտի մերօրյա փուլի սկզբնապատճառները եւ ինչ հաղթական ուղի անցավ հայ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման ընթացքում։ Շնորհակալ եմ։ Գորբաչովը վերակառուցման ծրագիրը տալիս եւ ազգերի ինքնորոշման ծրագիր տալիս է, որի հայրը կարող են ազատություն ձեռք բերել, դրանից օգտված Ղարաբաղցիներ հայ-դեմոկրատներ։ Ժամանակը սպառվեց։ 1985 թվականին, երբ Գորբաչովը առաջ քաշեց վերակառուցման ծրագիրը, ըստ այդ ծրագրի բոլոր ազգերը իրավունք էին ստանում, երբ ցանկանային ԽՍՀՄ կազմից դուրս գալու, դրանից օգտվելով հայերը, որ 70 տարի սպասել էին մոտավորապես, ցանկացան դուրս գալ ԽՍՀՄ կազմից, 88 թվականից սկսեցին ցույցերը եւ բողոքները ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, բայց այդ ժամանակ հայերի համար իրավիճակը շատ վատ էր, դրան հետևեց նաև երկրաշարժը, որի ընթացքում Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ թույլ էր, Լղիմը ուզում էր միանալ ՀԽՍՀ-ին այն պատճառով, որտեղ Լղիմի տարածքը հիմնականում պատմական Հայաստանի տարածքն էր եւ Ադրբեջանի տարածքը չէր, ադրբեջանցիները սկզբնական շրջանում հայաթափում էին, որպեսզի հեշտ լիներ հայերի վրա հարձակվելն ու գրավել Ղարաբաղը, այդ ժամանակ երբ որոշ մասը հայաթափվեց, մնացած մասն է տեսնելով սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը, գաղթում էին, դրա համար ցանկացան որ Լղիմը միանար ՀԽՍՀ-ին եւ դուրս գալ Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունից։ Իսկ ինչ զոհերի գնով։ Յուրա Պողոսյանը, Թաթուլ Կրպեյանը, Արտուր Կարապետյանը, Սիմոն Աչիկյոսյանը, Լեոնիդ Ազգալձյանը, նաև Մոնթե Մելքոնյանը։ Ինչ է պատասխանը, պարոն Ֆարմանյան։ Թույլ տվեք նախ եւ առաջ իրոք շնորհավորել բոլոր մասնակից թիմերին եւ ջերմուկի թիմին, որը հաղթող ճանաչվեց եզրափակիչում։ Մենք կարծում եմ բոլորս այստեղից այսօր հեռանալու ենք մեծ բավականություն ստացած, որովհետեւ բոլորս ականատես եղանք իրոք ասպետներին վայել ինտելեկտուալ մրցավազքի։ Իհարկե հարցը, որ ուղղված էր ինքնին բավականին տարողունակ էր, հնչեց պատասխան, որը մեծամասամբ իր մեջ պարունակում էր հարցի պատասխանը։ Ես շատ գոհ եմ ջերմուկի թիմի պատասխանից, կարծում եմ, որ այս թեման իրենց համար շատ ավելի հետաքրքիր կլինի ապագայում, քանի որ մեր ժողովրդի համար շատ կարևոր առանցքային հարց է, եւ մեկ անգամ եւս ցանկանում եմ շնորհավորել եւ ջերմուկի թիմին եւ եզրափակիչի մասնակից բոլոր թիմերին, հատկապես շատ ուրախալի էր տեսնել ոչ միայն մայրաքաղաքային թիմ եզրափակիչում, այլև մեր ուրեմն մարզերի ներկայացվածությունը այստեղ եւ նախագահի անունից ցանկանում եմ տեղեկացնել մեր հաղթած թիմին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ եւ Փյունիկ հիմնադրամը ջերմուկի հաղթած թիմին կնվիրեն յուրաքանչյուր մասնակցի մեկական նոթբուք ժամանակակից համակարգիչ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց այս պահին մեր երկրի ղեկավարությանը, նախագահի աշխատակազմին եւ կառավարությանը իդեմս բոլոր նախարարությունների, որոնք 1 տարի անընդհատ եղան մեր կողքին, աջակցեցին, սա շատ մեծ նախագիծ էր եւ միայն իշխանությունների, կառավարության եւ նախագահի աշխատակազմի հովանավորության աջակցության շնորհիվ մենք կարողացանք 1 տարի պահել եւ զարգացնել այս հաղորդումը եւ արդյունքում տալ այսպիսի փայլուն հայասպետներ։ Շնորհակալություն նրանց։ Իսկ հիմա
Ես բեմ եմ հրավիրում 3 թիմերին։ Ես շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, դուք այսօր շատ դժվարին պայքար մղեցիք, ասեմ, որ շատ բարդ էին հարցերը, դուք արդեն դա նկատեցին բոլորը, բայց դուք արժանի էիք այդ հարցերին և վկան այն միավորներն են, որ դուք վաստակել եք։ Ասեմ, որ այսօր մեր երկրորդ և երրորդ տեղ գրաված թիմերին մենք շնորհում ենք 5 օրյա հանգիստ, շատ եք չարչարվել այսօրին, 5 օրյա հանգիստ Աուշի մարզում գտնվող Մաուգլի հանգստի կենտրոնում երեխաներին հայասպետն է շնորհել, իսկ հանգստի գոտու տնօրինությունը ուղեգրեր է շնորհում իր կողմից արդեն 2 ուսուցիչների համար, որոնց մենք շատ շնորհակալ ենք։ Ես մտածեցի, որ դուք այնքան արդեն մտերմացել եք, որ շատ լավ կանցկացնեք միասին հանգիստը, այնտեղ ձեզ սպասում են բազմապիսի խաղեր, արշավներ, ձիավարություն, լեռնագնացություն և իհարկե ձեր կողքին միշտ ձեզ կպահի և կպահպանի Հաղպատի վանքային համալիրը։ Անշուշտ ես էլ իմ կարգին միանում եմ բոլոր շնորհավորանքներին, շնորհավորում հաղթող թիմին, կրկին շնորհավորում մասնակցության համար երկրորդ և երրորդ տեղերը գրաված աշակերտներին, դպրոցներին և մաղթում, որ այս գիտելիքները ձեր կյանքում օգտագործեք, գործածեք, վերածեք աստվածային իմաստության և Աստված միշտ օրհնի և առաջնորդի ձեր կյանքի օրերը։ Աստված օրհնի ձեզ։ Եվ վեհապար Հայրապետի կողմից լիազորված ենք հանձնելու ձեզ նվերներ։ Խնդրեմ, նշանավոր ճեմարանականների 2 պարտներն են, մեկական օրինակ բոլորին, և քանի որ ձեր գիտելիքով հաղթեցիք, ես կարծում եմ, որ լավագույն նվերը պետք է լինի այն գրիչները, որով որ պետք է ձեր գիտելիքները զորացնեք, ամբարեք ձեր կյանքի իմաստության համար։ Եվ դեռ 3 տարի պայքարեք։ Եվ մյուս թիմերին ամենայն հայոց կաթողիկոսների հանրագիտարան գրքերը, որպեսզի լավ սովորեն հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն վեհապար Հայրապետին։ Շնորհավորելով բոլորին և այսօրվա հաղթողներին և մասնակիցներին, ցանկանում եմ ասել, որ այսօրվա մրցակցությունը անցավ շատ բարի, բարեկամական, համերաշխ մթնոլորտում, արդարացի խաղի բոլոր կանոններին և սկզբունքներին համապատասխան։ Արդարացի խաղ երևի լսել եք, թարգմանաբար նշանակում է fair play, որը տարածված է ողջ աշխարհում։ Եվ իզուր չէ, որ 21-րդ դարը հռչակվել է արդարացի խաղի դարաշրջան։ Իրականում, եթե չլինի արդարությունը, ամենուր, լինի դա մրցակցություն, սպորտում, թե նման ինտելեկտուալ խաղերում, ապա կարծում եմ երկիրը ինքը գոյություն ունենալ չի կարող։ Շնորհավորում եմ բոլորին, ցանկանում եմ հաջողություններ հետագայում։ Շնորհակալ եմ, ես շատ շնորհակալ եմ, որ գնահատվեց մեր խաղը որպես արդար խաղ, չէինք էլ կասկածում դրանում, իսկ հիմա խնդրեմ մրցանակները, Հայասպետի այնքան երկար սպասված և երազված ոսկե մեդալները։ Ինչպես ասաց Հանրապետության նախագահը, ես հավատացած եմ, որ այսօրը դուք դեռ երկար կհիշեք և այն շատ կարևոր իրադարձություն կդառնա ձեր կյանքում և կառաջնորդի ձեզ միշտ։ Եվ իհարկե հայկական քադից պատրաստված գավաթը, որին դուք այնքան սպասել եք, որի համար այնքան պայքարել են Հայասպետ եկած բոլոր թիմերը։ Շնորհավորում եմ։ Մեր գլխավոր հովանավոր Արմենթել ընկերության նախագահության կողմից հաղթող թիմի ուսուցչին շնորհվում է էլի նոթբուք։ Հաղթող թիմի գլխավոր մրցանակն է
ուխտագնացություն դեպի մեր նախնիների պատմական հայրենիք, Արևմտյան Հայաստան։ Ես հիմա խնդրում եմ տալ ինձ այն ուղեգրերը, որոնք ես կհանձնեմ։ Շնորհավորում եմ ձեզ։ Եվ թույլ տվեք մեկ շնորհ ևս ընթերցել։ Շնորհագիր Հայասպետ կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Հայասպետ հերոստախաղի հեղինակ վարող Կարին Տոնոյանին հայ պատանիների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար պարգևադրվում է Արևմտյան Հայաստան շրջագայության 7-օրյա ուղեգրով։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, մենք չափազանց կարևորում ենք մեր մրցանակներից մեկը։ Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը իրավունք է սահմանել հայերենով այսօրվա մեր ամենալավ արտահայտված երեխային անվճար սովորելու Երևանի պետական համալսարանի նախապատրաստական կուրսում։ Իսկ թե ով է այդ հաջողակը եւ այդ արժանավորը, հիմա մենք կիմանանք պարոն Գյուրջինյան։ Այդ արժանավորը այս մրցանակը կարող էր ստանալ նաև նախորդ հաղորդմանս խաղի ժամանակ, դրանից էլ առաջ իր թիմակից ընկերներն արդեն ունեն այդպիսի մի մրցանակ, բոլորը տեսան, ամբողջ հանրապետությունն էլ տեսնում է, թե ինչքան լավ է հանդես գալիս կարմիր թիմի ավագը, Արշակը։ Եվ նա իրավունք ունի այդ մրցանակը ստանալու։ Շատ լավ։ Շնորհավորում եմ։ Դու իրոք արժանի ես այդ մրցանակին, ուրեմն նախապատրաստվիր եւ մինչ բուհ ընդունվելը սովորիր այդքան մի պատվավոր բուհում։ Մեզ էլ ոչինչ չի մնում, քան մեր երգով ասելու, որ մենք պատրաստվում ենք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։